Եկեք սրճենք միասին հաղորդում, երբ ծանոթանում եւ բացահայտում ենք Hi-Find-ում գրանցված բիզնեսների հիմնադիրներին եւ մարդկանց, ում շնորհիվ այդ բիզնեսին սկսում են վստահել։ Ողջույն Մարիա ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք մեր հյուրը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, Արմինե ջան, շատ հաճելի է։ Նմանապես, վերջապես մենք կարողացանք հանդիպել։ Վերջապես։ Վաղուց արդեն գրանցված եք Hi-Find-ում ու ամեն անգամ ձեր էջը ուսումնասիրելուց մենք ուզում ենք ձեզ հրավիրել ու անդադ ինչ որ մի բան չէր ստացվում։ Այսօր եկավ։ Այնքան պատասխանատու բա, որ տենց ասում են էլի մարդիկ, որ հետաքրքիր էր կամ տեսել էինք, էջան, այնց որ շատ շնորհակալ եմ։ Ապրեք շատ։ Սիրով, սկսենք, պատրաստեք։ Պատրաստենք։ Տեսեք, այսօրվա մեր հաղորդումը ինչ ֆորմատով է լինելու։ Մենք ունենք գույներ։ Սեղանին դրված է 8 գույն։ Յուրաքանչյուր գույնի տակ թաքնված են հարցեր եւ առաջադրանքներ։ Պրովոկացիոն հարցեր։ Այո, այո։ Պատրաստեք։ Պատրաստենք։ Նախքան սկսելը կառաջարկեմ մի բաժակ սուրճ խմենք։ Գնացինք։ Cheers։ Որն եք ընտրում։ Սա։ Տեսնենք այստեղ ինչ կա։ Տա-դա-դա-դամ։ Այստեղ ունենք բլից հարցեր։ Ահա։ Սկսենք։ Սկսեցինք։ Նկար, որը երբեք չեք հրապարակել։ Մանկության երևի նկարներից, որ վախենալու կսկզված մազերով նկարներ են, ու ընկերներս միշտ ասում են, հենց հետևորդների քանակը շատանա, մենք հրապարակելու քեզ հայտարարենք։ Տենց խոճոճ բիգուծիներով, թե չէ, հենց ընդհանուր չունեմ տենց չհրապարակված գաղտնի նկարներ։ Ձեր կողմից ամենահաճախ օգտագործվող արտահայտությունը։ Խոսքի։ Շատ վատ արտահայտությունը։ Ձեր ճանապարհի ամենաբարդ պահը մեկ բառով կամ նախադասությամբ։ Չկոտրվել երևի։ Մեկ իր, որ միշտ ձեզ հետ է նկարահանումների ժամանակ։ Միկրոֆոն։ Եթե կոնտենտն օրենք լիներ, կխախտեիք այն հանուն լավ կադրի։ Անպայման։ Բոլոր օրենքները խախտելու համար է։ Ու ես իրավաբան եմ մասնագիտությամբ։ Ահա, ես հենց դա եմ ուզում ասել, որ դուք քանի որ իրավաբան եք մասնագիտությամբ, հետաքրքիր է կխախտեիք։ Անպայման։ Հենց իրավաբաններն են խախտում, ավելի շատ օրենքը ինձ թվում է։ Լավ, շնորհակալություն։ Ուզում եք նորից սուրճ խմենք։ Գնացինք։ Շատ համոված էր սուրճը, հա։ Ընտրում ենք։ Այո, Կանաչ։ Այստեղ մենք ունենք առաջադրանք։ Մենք սեղանին ունենք 3 փակ միանման սրվակներ։ Ներսում կան գրվածքներ։ Խնդրում եմ ընտրեք միայն մեկը ու բացեք։ Դաժանը։ Սա։ Բացեք, ահա, բացեք, կարդացեք ներսի գրվածը։ Ինչ եք գրել։ Ուսապարկ։ Ահա։ Անգիտեի։ Այս ընտրությունը ձեր կոնտենտում ավելի շատ կխոսի անցած ճանապարհի, նոր ծնվող պահի, թե այն փնտրտուքի մասին, որը դեռ անուն չունի։ Այն փնտրտուքի մասին, որը դեռ անուն չունի։ Ահա, իսկ մի փոքր կբացեք փակագծերը, ինչով է ասոցացվում ուսապարկը ձեր անցած ուղու հետ։ Անցած ուղու հետ այնքանով չի ասոցացվում, զուտ ասոցացվում, որ ես շատ սիրել եմ քեմփինգներ, միշտ մանկության տարիներին, հա, գնացել ենք վրանային հանգստի, ճամբարների եմ շատ մասնակցել, իսկ ապագայի հետ կապված, որ դեռ չեմ ուզում փակագծեր այսպես ասած բացել, կլինի կոնտենտ, որը կապ կունենա անմիջապես քեմփինգների, վրանային կյանքի, անտառում կենդանիների հետ կաբանների, ձայների, մի խոսքով sense հետաքրքիր կոնտենտ կլինի, բացեցի դեռ փակագծերը։ Այդ գաղտնի չէր ամեն դեպքում սպասվում է կոնտենտում ամրանը նման հետաքրքիր սթորիներ, ռիլեր, կոնտենտ։ Դե ձեզ հաջողություն։ Ապրեք շատ։ Մարիա ջան, իսկ ձեր սիրած գույնը ո՞րն է։ Կանաչներ։ Ահա, իսկ ինչի հետ է ասոցացվում կանաչ։ Բնության հետ։ Լավ, եկեք ընտրեք ձեր ամենաչսիրած գույնը, եթե այդպեսին կա այստեղ։ Դեղին է երևի։ Նորից առաջադրանք։ Սեղանին դրված է սկոչ, մարկեր եւ մկրատ։ Կխնդրեմ, որ նորից ընտրեք մեկը։ Մկրատ։ Եթե այս ընտրությունը ցույց է տալիս ձեր ներկա կյանքը, դուք հիմա ինչ եք փորձում հանել ձեր կյանքից։ Նախանց մարդկանց, չարախոսներին, հիմնականում իրենց, որ նման մարդիկ զուտ տեղ չունենան իմ կյանքում ու ես ստիպված չլինեմ իրանց իմ կյանքում ունենալ ձևի համար, դե որ ամոթաթող ձևի համար լինել, խրթան եմ կտրականապես։ Իսկ ստացվում է արդեն։ Անպայման։ Շատ լավ։ Լապտոպ գնում են։ Իսկ կա ինչ-որ մի բան, որ ավելի շատ եք ցանկանում ամրացնել ձեր կյանքում։ Ամուր է ամեն ինչ։ Իրոք ամուր է ամեն ինչ։ Երևի չկա։ Շատ լավ։
Իսկ այնպիսի մի բան, որ պարզապես թողնում եք, որ շարունակի ինքն իր հունով գնալ։ Կա երևի կարիերայի հետ կապված է։ Թողնում եմ իր հունով գնա զուտ մասնագիտության, նախկին մասնագիտության, առաջին մասնագիտությամբ ես իրավաբան եմ ու փորձում եմ թողնել իր հունով ու հետ գնալ դեպի Իրան։ Հա։ Շատ լավ է, դե ձեզ հաջողություն։ Շատ։ Երևի սևը։ Սևը։ Սևի տակ մենք հարց չենք ունենում, այլ թողնում ենք, որ մեր հյուրերը հարց տան իրենց ու պատասխանեն այդ հարցին։ Շատ բարդ է։ Երևի ուզում եմ փոխել իրոք մասնագիտությունս նորից հետ գնալ իրավաբանություն, թե ուզում եմ մնալ այնտեղ, որտեղ որ հիմա կամ։ Իրականում շատ բարդ է, որտեղ շատ լավ է այնտեղ, որտեղ որ ես հիմա կամ, բայց մեկը ինձ տանում է դեպի իրավաբանությունը ու եթե հարցնեմ ուզում ես փոխես ու գնաս իրավաբանություն, կպատասխանեմ հա, ուզում եմ փոխեմ ու հետ գնամ իրավաբանություն։ Շատ լավ հարց, շատ լավ պատասխան։ Այստեղ մնացել են 4 գույներ, խնդրում եմ ընտրեք եւս մեկը։ Երկնագույն։ Արդեն հարց ունենք։ Որն է ձեզ համար հաջողակ մարդու սահմանումը։ Հաջողակ մարդու սահմանը։ Մարդ մնալ։ Բոլոր բարականերում մարդ մնալ։ Անկախ որ ոլորտում ենք, ինչ մասնագետ ենք, եթե ուզում ենք հասնել հաջողության, իմ հաջողության ամեն դեպքում գաղտնիքը բանաձևը որ ասում են մարդ մնալն է, ժպտալն է մարդկանց, ինչ որ լավ բան անելն է, կամենալն է։ Թե չէ եթե աշխարհի ամենալյուքս մասնագետն էլ դառնանք ու մարդ չմնանք, երբեք հաջողության չենք հասնի։ Ես դերևի համաձայն եմ ձեր հետ։ Ու դուք արդեն պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, արդյոք ձեզ համարում եք հաջողակ։ Այո, համարում եմ հաջողակ։ Շատ լավ։ Իսկ ձեր անցած ճանապարհին ով կամ ինչն է ձեզ ամենաշատը օգնել, որպեսզի հասնեք ձեր ուզած, չգիտեմ, նպատակներին։ Աստված ամենաառաջին դեպքում ու ամուսինս։ Շատ հիմնականում միշտ իրարով ենք եղել, իրար ենք օգնել, Մոսկվայում մանավանդ 9 տարի ապրել ենք, միշտ sense մենակ ենք եղել, մեր ծնողները այստեղ են եղել, ցանկացած հարցում երեխեքի կլինի, կյանքի, կարիերայի միշտ մեկս մյուսով ու ինքն է եղել, միշտ իմ թևութիկունքը, այսպես ասած առաջ տանող, օգնող։ Դա չէ բալիկների հետ շատ դժվար կլիներ։ Գնացինք նարնջագույն։ Ահա, շատ հետաքրքիր հարց։ Եթե հենց հիմա ձեզ առաջարկեմ, եկեք միասին կոնտենտ ստեղծենք։ Առաջին բանը, որ կանցնի ձեր մտքով, որը կլինի։ Հումոր։ Հումորային կամ էմոցիոնալ։ Ինչ սցենար, այսինքն սցենարն անենք։ Դուք ինձ հուզիչ բաներ հարցնեք, երևի նորմալ է թե նորմալ չի, ես ինձ լացակումած պատասխանել նորմալ է թե ստրյոմն է, իլի не ստրյոմն է։ Երևի տենց մի բան։ Համ էմոցիա, համ հումոր։ Մնաց 2 գույն եւ 2 կամ հարց կամ առաջադրանք։ Կամ թե երկուսն էլ կամ։ Միգուցե։ Տոնջում եք։ Լավ, սպիտակը թողնենք վերջում։ Հարց ունենք։ Ձեր կյանքում լինում են անորոշություններ, վախեր, միգուցե կասկածներ, ինչպես բոլորիս մոտ։ Ինչպես է գտնում ձեր մեջ այն ուժը, որը ստիպում է շարունակել ու առաջ գնալ։ Երևի պրիմիտիվ կթվա, բայց Աստծո եմ գտնում, հավատով։ Ամենաառաջինը հավատով, ես այնպիսի մարդ եմ, որ երբեք հույսս չեմ կորցնում, իրոք թութու որ ասում են, անելանելի վիճակ չեմ համարում, անելանելի մենակ համարում եմ, երբ որ կյանքի հետ հա կապված առողջության հետ կապված ինչ որ բան։ Հայլապես ցանկացած այլ դեպքում երբեք չեմ հանձնվում Աստծո, հավատով, բալիկներով, երևի ծնողներով, բոլորով, ընտանիքով, ընկերներով, այսպես ուժ եմ գտնում ու առաջ եմ գնում։ Շատ են լինում նման բաներ, ինձ թվում է բոլորի հետ են լինում։ Բայց եթե ելի եմ ասում կյանքի առողջության հետ կապ չունեցող հարցեր են, իմ համար խնդիրներ չեն։ Չի կարելի թերագնահատել ուրիշների խնդիրները իրականում, բայց իմ համար կորցնում է խնդիրը իր արժեքը, եթե դա չի սպառնում իմ սիրելի մարդկանց առողջությանը կամ կյանքին։ Իսկ եթե նմանատիպ խնդիրների եք բախվում, դրանից հետո ինչ որ փոփոխություն լինում է ձեր ներսում։ Նկատմամբ առողջության կյանքի հետ կապված, միգուցե էմոցիոնալ մասով առողջության, մարդկանց նկատմամբ վերաբերմունքի չի եղել փառքաստո տենց դեպքեր, բայց վստահ եմ, որ չեմ չարանա, եթե հարցը դրանն է, հաստատ չեմ չարանա, հակառակը կփորձեմ ուրիշին օգնել, որ ինքն էլ չանցնի դրա միջով նորից։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինքնալավ պատասխաններ եք տալիս։ Գնացինք։ Ես եմ արդեն ասել։
Վերջին գույնը։ Սպիտակը։ Ահա։ Թողեցինք վերջում։ Ինչու վերջում։ Մաքուր, մաքրության հետ ասոցացնում եմ ես սպիտակ գույնը, դրա համար հավանաբար ասեցի մաքուր ավարտենք, որ էլ հետ չգամ։ Նորից նկարելու։ Այստեղ ունենք առաջադրանք։ Մարիա ջան սեղանին ունենք օրվա 4 սպա։ Առավոտ, կեսօր, երեկո եւ գիշեր։ Որը կընտրեք։ Առավոտ։ Սա, հա։ Այո, շատ լավ։ Սովորաբար առավոտյան ժամերին դուք ավելի շատ ստեղծագործում եք, թե պարզապես սիրում եք վայելել պահը։ Սիրում եմ վայելել պահը։ Բոլորին ճանապարհ եմ։ Ու ես վայելեմ, թե առավոտյան սուրճը, այդ մաքուր օդը, այդ ձայները, որ sense, չգիտեմ, պատուհանից մի հատ դուրս եմ նայում, իմ առավոտից կախված է իմ ամբողջ օրը։ Հավանաբար դրա համար առավոտ, որովհետև եթե առավոտս ձգտում եմ նենց անեմ, որ միշտ անցնի լավ, խաղաղ, եթե լավ անցավ, ամբողջ օրս իդեալ ոչ մի բան չի կարող փչացնել տրամադրությունը, այն սուրճը ամենահամով առավոտյան առաջին։ Ուրեմն դեպքում առավոտը օրվա ամենասիրելի մաս որպես։ Մեր հարցերը վերջացան։ Ու ես հիմա կխնդրեմ ձեզ, որպեսզի 10 վայրկյան լուր մնանք, որպեսզի ամփոփենք, իմի բերենք այսօրվա մեր փոքրիկ հաղորդումը ու հասկանանք, թե ինչ տվեց ձեզ։ Okay, սկսեցինք։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 վերջ։ Ինչ տվեց ձեզ այսօրվա հանդիպումը։ Ամրապնդեց իմ մեջ այն որոշումները, իրոք, որ ես կայացրել էի դժվարությամբ, թեկուզ կապ չունի մասնագիտական կլինի, կյանքում կլինի, ամեն դեպքում իմ մոտ ամրապնդեց ու ինձ ավելի մոտիվացրեց, պարտավորեցրեց, որ ես անեմ այն, ինչ որ ուզում եմ անեմ։ Իդեալական։ Ապրեք այնպես, որ շատ իրոք այդքանից հետո չանել, անդադ մտածում ես անեմ, չանեմ, կամ լավ դե մի քիչ անցնի մյուս տարի, հիմա չպարտավորեցրեց, որ ես գնամ ու անեմ։ Հուսով եմ, որ մենք մեր հաջորդ հանդիպման ժամանակ արդեն կխոսենք ձեր նոր ճանապարհի մասին, որ ինչ որ ժամանակ ստոպ ա եղել ու նորից շարունակվում է։ Ես էլ եմ հուսով, դա Աստված մեծ սիրով, ապրեք շատ։ Մարիա ջան, ունենք նաև փոքրիկ նվեր ձեզ համար։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որ այսօր այստեղ եք։ Ժամանակ եք գտել ու եկել եք։ Ես եմ շնորհակալ, իրոք, շատ հաճելի էր։ Նմանապես, ձեզ մեր ստիքերները գրիայի տեսքով։ Ապրեք շատ։ Եվ փոքրիկ հուշանվերներ մեր կողմից։ Ապրեք շատ, այստեղ են ուսապարկի բանից է։ Շնորհակալ եմ շատ։ Սիրով։ Շատ հաճելի էր, շատ շնորհակալ եմ։ Հույս ունեմ դեռ էլի լիքը կհանդիպենք։ Իհարկե։ Այսօր սրճեցինք եւ բացահայտեցինք մի մարդու, ով համարձակորեն փոխել է իր օղին։ Այսօր մենք սրճեցինք եւ բացահայտեցինք մի մարդու, ով համարձակորեն փոխել է իր ուղին, լսել ինքն իրեն եւ անցել նոր ճանապարհ։ Եթե դու էլ ունես բիզնես գրանցված Hi-Find-ում, միգուցե հաջորդ սրճենքը լինի քո մասին։